Այս պահին մենք գտնվում ենք Վանաձորի 30 կոտորակ 47 ընտրական տեղամասում, որտեղ քիչ առաջ միջադեպ է գրանցվել եւ տեղի ունեցածի շուրջ այս պահին կզրուցենք Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, ինչ է տեղի ունեցել ընտրատեղամասում եւ առավոտից այս գործընթացը ինչպես եք գնահատում ընտրական։ Նախ այս կոնկրետ տեղամասից մենք ահազանգ էինք ստացել, որ լրագրողի նկատմամբ, հետո ճշտեցինք News ինտերնետային կայքեջի լրագրող Շողեր Գալստյանի նկատմամբ ա եղել բռնություն, նրա ուրեմն հեռախոսը, որը որպես տեսագրող սարքեր է օգտագործվում, ուրեմն ջարդվել է մի քաղաքացու կողմից, որը արդեն ընտրել ավարտել էր, բայց շարունակում էր պարբերաբար հաճախել ուրեմն ընտրական տեղամաս։ Բնականաբար լրագրողը ուշադրության կենտրոնում է պահել ընտրողին եւ ամենայն հավանականությամբ ընտրողը նյարդայնացել է, այսպես կոչված, եւ որոշել է այդպես արտահայտել իր վերաբերմունքը իր գործողություններին, այդպես ուշադիր հետևող լրագրողի նկատմամբ։ Ոստիկանությունը արդեն արձանագրել է, բացատրություններ են վերցրված եւ Շողերի կողմից հաղորդում հանցագործության մասին եւ նաեւ բռնություն կատարած անձից, իսկ ընդհանրապես եթե ընդհանուր դիտարկենք Վանաձորի եւ Գյումրիի թիվ 30 եւ 34 ընտրատարածքներում քվեարկության ընթացքը, մենք արդեն ճիշտ ասած տարածել ենք նախ ընթացիկ զեկույցը, ընթացքի մասին, բայց հիմնական խնդիրները որոնք են։ Այ հիմա կոնկրետ այս ընտրական տեղամասի հարակից դուք կարող եք տեսնել երկու շտաբներ, հա, նախընտրական շտաբներ, որոնք աշխատում են ըստ էության ամբողջ ուրեմն ռեժիմով։ Բնականաբար քվեարկության օրը աշխատանքի բուն բովանդակությունը նպատակը շատ անհասկանալի է, չէ՞, արդեն նախընտրական քարոզչության ժամանակը ընտրակաշարք, սահմանված 5000-ներ։ Այսինքն ես հիմա ասեմ, որ մենք անմիջականորեն փաստեր չենք արձանագրել, բայց ինքնին արդեն նախընտրական շտաբների աշխատանքը քվեարկության օրը այլ կերպ բացատրել, քան վերահսկել ընտրողների իրենց հոսքը կամ բերման ենթարկելու կամ խրախուսելու, շահագրգռելու, այլն չես կարող բացատրել։ Նմանապես ուրեմն կուտակումները, այս հիմա մենք այստեղ ենք ոստիկանների, հա, աջակցության, որոնք մինչ այդ միջոցները չէին ձեռք առնում, կուտակումներ չկա։ Սովորաբար բոլոր ընտրական տեղամասերում հարակից անմիջապես 50 մետր շարավով կուտակումներ, մեքենաներ, որոնք պարբերաբար ուրեմն գնում գալիս են, հա, քաղաքացիներ են բերում, կա նաև մշտապես այդ տեղամասերին ամրակցված այսպես կոչված մարդիկ, որոնք ոչ թե ընտրող են, կամ եթե նույնիսկ ընտրող են, ապա մշտապես այդտեղ հերթապահում են եւ քաղաքացիների հոսքն են հետևում, հա։ Մենք արդեն մի հատ հաղորդում էլ ուղարկել ենք ոստիկանության բաժին, որ այդ կուտակումները եւ այդ մշտապես այդ տեղամասի մոտ գտնվող մարդիկ եւ նրանց վարկագիծը մեր մոտ կասկածներ են հարուցում եւ հնարավոր նաեւ ընտրակաշառքների վերաբերյալ ոստիկանությունը շատ հետաքրքիր է, որ արձագանքում է, որ կարող ենք արդյոք մենք տվյալներ ներկայացնենք, մոռանալով, որ մենք ոչ թե ուրեմն հետաքննություն կամ օպերատիվ աշխատողներ ենք, այլ մեր ահազանգը եւ մտահոգություններն ենք ներկայացնում։ Ոստիկանությունը ձեզ վրա է դնում իր պարտականությունը։ Այո, ոստիկանությունը պետք է օպերատիվ աշխատանքներ կատարի եւ ես տեղին է հիշեցնել, որ երբ որ հավաքներ են լինում, ապա քաղաքացիական համազգեստով ոստիկանները, օպերատիվ աշխատողները բավական լծված են լինում, հա, այդ հավաքի ներսում եւ կարողանում են, հա, ներսից տեղեկություններ ունենալ, հա։ Այդ դեպքում ես զարմանում եմ, որ ընտրակաշառքների վերաբերյալ բազմաթիվ ուրեմն ահազանգերի, մտահոգությունների, կասկածների ուղղությամբ ոչ մի օպերատիվ աշխատանք չի կամ կատարվում, կամ եթե կատարվում է, արդյունք չեն ունենում։ Եվ հստակ եմ ասում, ուրեմն օպերատիվ այդ աշխատողները ուրեմն կամ պետք է ուրեմն ուղարկվեն տներ, կամ եթե ուրեմն չեն կատարում, նշանակում է իրենք ակնհայտորեն աշկաթող են անում կամ չտեսնելու են տալիս այն, ինչ որ կատարվում է։ Էդմոն Մարուկյանը մեծ զրույցում նշեց, որ ըստ էության այս բոլոր մեխանիզմները նախորդ 3 ընտրություններին էլ պահպանվել են, նախորդ 3 ընտրություններից էլ եկել են եւ հիմա էլ պահպանվել են։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ բոլոր այս մեխանիզմները ընտրության ելքի վրա ազդեցություն չեն ունենալ։ Գիտեք, այնուամենայնիվ, այսպես ասեմ, մթնոլորտը ես չեմ կարող համարել ազատ։ Ընտրողը ազատ չի իր կամքը արտահայտելու համար։ Խնդիրը չի կայանում նրանում, որ ասենք թե ինքը քվեարկության խցիկում մենակ չի կամ քվեարկության խցիկում իր ընտրությունը չի կատարում։ Խնդիրը վերաբերում է ընտրական տեղամասին հարակից տարածքում, այսինքն ընտրական տեղամասից դուրս, այն մթնոլորտի մասին,
որը ըստ էության հատկապես իշխանության լծակներ ունեցող քաղաքական ուժերի կողմից վերահսկվում է։ Այսինքն այդ վերահսկողության մթնոլորտը առավել քան ակնհայտ է։ Եվ այս պարագայում խոսել ազատ ուրեմն դրսևորման մասին ընտրողների կողմից չենք կարող պնդել, ավելին միանշանակ հերքում եմ ես։ Պարոն Սարգսյան, իշխանությունը բազմիցս նշում էր, որ այս ընտրությունը Վանաձորի եւ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները այլ որակով եւ այլ ոճով են անցնելու եւ հին մեխանիզմներ չեն կիրառելու։ Այս փաստերը ցույց են տալիս, որ ըստ էության իշխանությունը քաղաքական կամքի առումով համենայն դեպս չի ցուցաբերում այն կամքը, որ հնարավոր է իսկապես մեկ անգամ օրենքի տառին համապատասխան ընտրություններ։ Ես հիմա կդժվարանամ ասեմ ինքը ցանկանում է թե չի ցանկանում, բայց կամքի արտահայտությունը դա պետք է երևա գործողություններով։ Ես կարող եմ հետևյալը պնդել, որ ընտրական, նաև նախընտրական քարոզչության ընթացքում ակնհայտորեն անհավասար էին պայմանները, թե քարոզչական նյութերի, թե նախընտրական հանդիպումների տեսակետից, դրա մասին մենք արդեն մեր նախընտրական քարոզչության վերաբերյալ զեկույցում ներկայացրել ենք, կամ պետք է ենթադրեմ, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ ուրեմն տիրապետում է եւ այս ինչ որ կատարվում է, իր թողտվությամբ է կատարվում։ Այսինքն 2017-ի նոր ընտրական օրենսգիրքն էլ հնարավորություն չի տալու ընտրությունները այլ որակի անցնել։ Գիտեք, ընտրական ամենավատ ընտրական օրենսգրքով կարելի է ամենալավ ուրեմն ընտրությունը կազմակերպել։ Պետք է լինի միայն մեկ ցանկություն։ Բոլոր ընտրական խախտում կատարողները եւ յուրաքանչյուրը նրանցից պետք է իմանան, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու։ Այս անպայման պատասխանատվության ենթարկելու մթնոլորտը չի ձևավորված մեր մոտ։ Որովհետև նույն ընտրական խախտումների համար, եթե պատասխանատվության ենթարկվածների օրինակը չի ազդում, իսկ խախտումներ կատարողները քրեականացումը հնարավորություն կտա։ Գիտեք, ամենախիստ օրենքներն էլ արդյունք չեն տա, եթե դու հետևողական չես, սկզբունքային չես եւ այդ անպատժելիության մթնոլորտը հաղթահարված չէ։ Հասկանում եք։ Եվ եթե ուշադրություն դարձել եք, երեք մենք երեկոյան մեր հայտարարությամբ հենց դրան անդրադարձանք, որ ոստիկանության լրատվական եւ հասարակականության կապերի ուրեմն վարչության պետը պարոն Ահարոնյանը իր խոսքում ուրեմն ներկայացնում է, որ ուրեմն կեղծահազանգեր են եղել եւ դրանք կարող են ունենալ իրավական ուրեմն հետևանքներ, բայց մենք սպասում ենք ոստիկանությունից ավելի շուտ մեկ այլ բնույթի հայտարարություն, որ բոլոր հնարավոր ընտրախախտողներին զգուշացնում ենք, որ ամեն ջանք գործադրվելու է ընտրախախտում կատարողներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու եւ կոչով դիմեին քաղաքացիներին աչակցելու այդ հարցում։ Ես ես վստահեցնում եմ, որ ահազանգեր ընտրական խախտումների կստանայինք ոչ թե մենք եւ մեր սահմանափակ ռեսուրսներով, որ չենք կարողանում ահազանգել, այլ կստանային ոստիկանության բաժինները։ Բայց ոստիկանության բաժինները քանի ահազանգ են ստացի քաղաքացիներից եւ քանից են ստացի դիտորդական կազմակերպությունները։ Այս թվերը եթե համեմատենք, սա է կոնկրետ։ Եվ ինչ են արել, եթե անենք այդ ահազանգերի ուղղությամբ։ Բացարձակապես ես նույնիսկ եմ կրկնում, ոստիկանության կողմից ընտրախախտման դեպք չի բացահայտվել, արձանագրվել։ Պաշտոնապես եւ հրապարակային պատասխանատու հայտարարում եմ։